Այսօր կրկին շաբաթ է անի, կրկին հանդիպել ենք տեսնելով անտեսանելիի տաղավարում, վստահաբար բացահայտելու ենք գաղտնի սենյակում գտնվող հյուրին ու ներկայացնելու նրա կյանքի անգամ գաղտնի կողմերը։ Իհարկե, միանշանակ, բարի երեկո Ասադուր ջան։ Ինչ է պետք մեզ մեր այսօրվա հաղորդումը սկսելու համար։ Ես դադարք բաժակ եմ ուզում հյուրին ուղարկեմ, ինքը մի քիչ շփվի այդ բաժակի հետ ու դուք ինձ փոխանցեք այդ բաժակը։ Խնդրեմ փոխանցենք բաժակը հյուրին, հարգելի գաղտնի հյուր։ Այո։ Դուք պատրաստ եք շփվել բաժակի հետ։ Իհարկե։ Աբրակադաբրա։ Աբրակադաբրա։ Ես ուզում եմ, որպեսզի դուք ասեք, թե ինչ է լինելու ինձ հետ ապագայում։ Ես ցանկանում եմ իմանալ իմ երազանքները կիրականանան, թե ոչ։ Ես մի հատ շատ կարևոր երազանք ունեմ, որ մանկուց երազում եմ դրա մասին ու պետքա լինի, եթե չլինի, ուրեմն ես կջղայնանամ։ Բայց ջուր չկա մեջը։ Հյուրը հետաքրքրվում է ինչու բաժակում չկա ջուր։ Բայց ինչի պիտի ջուր լիներ, երբ որ իր կյանքում ամեն ինչ դադարք է։ Չէ, իրականությունն ենք ասում։ Я люблю вас даже когда я буду на небе. Համեցեք անի։ Դուք Ասադուր ջան։ Ազմիրոպը Բանջեղով։ Շմուր։ Հալավ։ Աջոտ։ Ավելի լավ երեկոն է։ Անի, բաժակը ձեր ձեռքում է։ Հեսա իմ ու էներգետիկ դաշտից շատ հավանական է, որ բաժակը կոտրվի, որովհետև չեմ ուզում տվյալ անձին վիրավորեմ կամ վախացնեմ, իր կյանքը փշրված է։ Վախենալու բաներ եք խոսում, Անի։ Տեսեք։ Հարգելի գաղտնի հյուր, երբ բաժակը ձեր ձեռքում էր, այն կոտրված էր։ Ոչ։ Ու երկու մասով է կոտրված, երկու ծնողին է կորցրել է հյուրը։ Ճիշտ է։ Մարմնովս սարսուր անցավ, շատ սիրուն լավ աղջիկ է։ Բայց գիտեք, թող իմ ասածից չվիրավորվի, մի քիչ էլ գիժ է։ Ոչ թե իրականում հոգեկան խնդիր ունի, այլ չեմ հասկանում ինչա ուզում։ Ինքը համ շատ լավ ձայնային տվյալներ ունի, համ դերասանական տաղանդ ունի, բայց այս խեղճ երեխեն փոքր տարիքից իր մամային կորցրել է, գիտեք։ Ու այնքան դժվարությունների միջով է անցել, այնքան դժվարությունների միջով է անցել, որ այն որ մամայի կարիք չափից շատ է ունեցել, այն որ ասում են, չէ, մի ծնողը չլինի, մեկը բացը կլրացնի, չէ, բայց պապայի հետ շատ կապված է եղել։ Պապան այնպես չի, որ ինքը շատ փոքր է եղել, մահացել է, բայց պապայի մահը ինքը արդեն ավելի ծանր է տարել, որտեղ արդեն գիտակից մարդ է եղել, հասկանում եք։ Ու գիտեք, ես մի քիչ պինդ մարդ եմ, բարդ բնավորության տեր, բայց իրականում ներկապահին իմ սիրտը շատ լցվեց, որովհետև հյուրը իր պապային շատ է կարոտում ու իրան ամեն օր թվում է, որ հեսա թուրը կբացվի ու պապան նես կկա, հասկանում եք։ Ինքը հլը այդ մտքին չի սովորել, որ չկա պապան, հասկանում եք։ Ու այդ իրականում դժվար բան է, երբ որ դու հորդ կորցնում ես ու ամեն անգամ սպասում ես, որ պետք է թուրը բացվի, ինքը տուն գա։ Այս խեղճ աղջիկա կյանքում այնքան շատ են վատ էտապները, հա, ճիշտ է, ինքը ունեցել է հայրական կողմի բարեկամներ, որ իրան տիրություն են արել, մամային են փոխարինել, չգիտես ինչ, մայրն էլ է խելացի կին եղել, գիտեք, ինչ որ նվագող եմ տեսնում, ես չգիտեմ։ Անցյալով եք խոսում, անի, բախեցնում եք։ Բա մայրիկին չեմ տեսնում հյուրի։ Հյուրին չեմ տեսնում, որ ծնողներ ունի ես։
ու ինքը շատ լավ կին ա եղել, խելացի, կիրթ։ Հյուրս շատ է սիրում երգչուհի դառնալ, հասկանում եք, բայց ոնց որ այդ իր պապայի, գիտեք ոնց ասեմ, այն որ ասում է, դեմ է եղել պապան միշտ, ինքը մտածել է, որ ինքը պետք է փոխտա, որ իրանց համար երգեն, ոչ թե պետք է իր աղջիկան վճարի ինչ որ մեկը, որ երգեն։ Երկի ու միշտ այս երեխուն ասել են, որ դու ձայնային տվյալներ չունես, որպեսզի ինքը չերգի հանկարծ, որտեվ բայց ինքը շատ լավ ձայնային տվյալներ ունի։ Իր սիրտը կոդրված է, կարող է ինքը հիմի հերկի։ Իր մոտ անձնական կյանքն է նորմալ չեմ տեսնում։ Կիսատ պրադան հաջող սերեր, տենց ինքը շատ սիրուն Արտակին ունի։ Այս Արտակինով աղջիկը իրավունք չունի միայնակ լինի, հասկանում եք։ Ուղղակի ես ուզում եմ հասկանամ, ինչի ես չվիրավորվեք ինձանից, ես ինչի ազդեցության տակ ես, ինչի ես սենց կեղտոտ բառապաշարով բարեր հանում բերանիցդ, ինչի ես սենց ջղայնացած ու չարացած, դու այդ մարդը չես, հասկանում ես, ես քեզ վատ վարքի տեր չեմ տեսնում, որ դու չեմ ուզում այդպես ասեմ, բայց հայոյանքներ տալը ըստ ինձ ու ըստ ձեզ տեսնելով քու դաստիարակության քունդանիկի ոճի մեջ չի մտնում, որ դու չգիտեմ ում խելքին ես ընկե կամ ինչի ազդեցության տակ ես, բայց դու ափսոս ես վերջ տուրա այդ քու սիրուն բերանիցդ արժի որ նման բարեր հանես, այն էլ դու սենց չարացած, գժական, ես չգիտեմ, կամ ինչ որ ազդեցության տակ ես, կամ ինչ որ շատ ես ներվայնացած ու չղայնացած, բայց քեզ պետք է ասեմ, որ գիտես կա մարդ, ով քեզ իրականում շատ է սիրում, կա մի հատ հակառակ սեռի ներկայացուցիչ, ով շատ շուտով ի հայտ է գալու, իր սերը, իր զգացմունքները, իր ամեն ինչը նվիրելու է քեզ։ Դու այսքան մենակ լինելով, հա, կորցնելով ծնողներիդ, այնպես չի որ դու չար աղջիկ ես ու չարացած ես ինչ որ մեկի դեմ, ուղղակի ուզում եմ հասկանամ, ինչի՞ ես սենց գլխի վրա շուռ եկել։ Ես իրան ներկա պահին դերասանական ոլորտում չեմ տեսնում։ Այնպես է որ թող ինձանից ոչ մեկ չվիրավորվի, չնեղանա, տվյալ անձը այսպես է մտածում, որ այդ գրոշները, կոպեկները իրան պետք չի, որտեվ այնտեղ գրոշներ է, բայց ինքը շատ տաղանդավոր աղջիկ է ու ինքը եթե դարձի չգա, ինքը իրան կկործանի, հասկանում եք, որտեվ իրան ճակատագրով շատ լավ ապակա է տված, երկու հատ է բալիկ է տրված, վերջ տուր, հա, ես չգիտեմ, այդ ինչ են ասում, լայֆ են ասում, ինչ են ասում, իրականում չգիտեմ, YouTube-ա, TikTok-ա, ինչա, դու այդ մարդը չես, հասկանում ես, որ պետք է մտնես ինչ որ անջորնի, անշնորհք բառերով ինչ որ բաներ խոսես, դու շատ խելացի լավ աղջիկ ես, իրոք դաստիարակված տնից ելած, նորմալ տան աղջիկ ես ու դու այդ նորմերը միշտ ես պաշտպանել ու պահե, ինչ ես սենց գժվել ընկել բուքու հետևից, ինչ որ մեկին եթե բանել ունես ասելու, թող Աստված կտադի յուրաքանչյուրին։ Ամեն։ Աստծո դադաստանը հավատասիրուն աղջիկ, ավելի փեթարա, քան մարդունը։ Մարդը կարող է քեզ բամպասի, զրբարտի, սուդը հորինի, ուզի քո անունին ցեղ շպրդի, դրանով ոչ մեկի չի կարող վատություն անի, բայց երբ որ Աստված է բարգանում, այ Աստծո բարգությունը շատ վատ է լինելու, իսկ դու այնքան ազնիվ ու լավ աղջիկ ես, լավ կին ես, որ ասենք, թե քու շրջապատի նկատմամբ իրան լիքը անգամ դավաճանել են, թե ընկերական շրջապատում, ինքը նվիրվել գիտի, հասկանում ես, ինքը եթե մարդուն նվիրվում է, այն հակի ամենավերջի շորը կարահանի տա դիմացինին, ու ասենք, հետին մտքեր չունեցող աղջիկ է, իսկ իրան միշտ, չասեմ այդ բառը չեմ սիրում շահագործել, բայց այն որ իրան միշտ ճիշտ չեն հասկացել, թե ընկերական շրջապատում, թե անձնական կյանքում ու միշտ նախանձել են, որովհետև իր արտաքինը լավն է, իր խելքը լավն է, ձայնային տվյալները լավն են, լավ տանից է դուրս եկել, հասկանում ես, ու ինքը իշկանել հիմի կարող է հերկի, գալիս է պա, որ ինքը երբ որ մենակ է, ինքը զգում է ծնողի կարիքը, պակասը, կարոդը, հասկանում ես ու կարա մտածի, ասի, գիտեք, երբ որ մամաս, պապաս լինեին, կարող է այսպես չլիներ, կարող է այնպես չլիներ, բայց դու այնքան ուժեղ մարդ ես, որ ամեն ինչ Աստված քեզ տալու է, ես ոչ թե ասում եմ, որ տենց եմ ուզում, կապրես կտեսնես, մենակ ես քեզ խնդրում եմ, այդ բառապաշարը, այդ քոնը չի, հասկանում ես, այդ քոնը չի,
էլի եմ կրկնում, այդ սիրուն բերանից է, այդ կեղտոտ խոսքերը մի հանի, մի էլ ինգի սրա նրա խելքին, դու այդ մարդը չես որ պիտի ինչ որ մեդի հետ կամ ինչ որ հայոյանքով խոսես, ռեյտինգ հավաքես, դու ռեյտինգի մեռած մարդ չես հասկանում ես, ես չգիտեմ, իրոք եթե ընդունում ես իմ ասածը, վերջած դրա հետ ամեն ինչը դու լավ մարդ ես ու շատ լավ այլուն ապակա է քեզ սպասվում։ Գալու է մեկը, ով իրականում քեզ իրականում շատ-շատ է սիրելու, մինչև քու կյանքի վերջ քու կողքն է լինելու, որտեվ էլի եմ կրկնում, քեզ ցավացողները պատժվել են ու հələ պատժվում են ժամ առ ժամ, օրով, հատով, որովհետև էլի եմ կրկնում, այս աղջիկը չունի իր սերդի մեջ, այսպես գիտեք, վատ բան։ Ամեն։ Ես դրան եմ սպասում։ Ինքը նորից եմ կրկնում, իր վերջի շորը, իր վերջի գումարը կարահանի դիմացինին տա։ Շատ լավ աղջիկ է, ու ափսոս, որ իր կյանքում այսպիսի կորուստներ կան։ Շատ ափսոս։ Անի հյուրն ամուսնացած չէ։ Ես չտեսա իր կյանքում տղամարդ, եթե տեսնեի, կասեի, որ ամուսնացած ես, ոնց կասեի, թե գիտես, կյանքումդ մարդ է հանդիպելու երկու հատ է բարեկես։ Դավաճանություններ։ Չէ, ինչ եք խոսում, անբարոյական աղջիկ չեմ տեսնում, շատ է ինքը իրանից դուրս կների բարես համար, մտե ավել պակաս բաներ է խոսում, հայոյում է սրան նրան, ինքը անբարոյական կին չի, ինչ եք խոսում։ Ինքը շատ լավ տնից հելած աղջիկ է։ Հարգելի գաղտնի հյուր ունեք հարց պայծառատեսին։ Ես ուզում եմ իմանալ, ես մի հատ երազանք ունեմ շատ, գիտեք, շատ կարևոր է ինձ համար, ես ապրում եւ շնչում եմ այդ երազանքով, որը կապված է իմ կարիերայի հետ։ Մեկ չէ, մի 2-3, ուզում եմ իմանամ մի հատ առաջինը, որ միշտ երազել եմ կլինի, թե չէ։ Հյուրը ցանկանում է իմանալ, նա ունի կյանքի երազանք մի քանիսը այնել, որոնք վերաբերում են իր կարիերային։ Որոնցից մեկը ամենակարևորն է, ամենակարևորն է։ Դրանից հետո մի հատ էլ կա, դա էլ։ Արդյոք իր երազանքը ի կատար կացվի, թե ոչ։ Երկելը ի նկատի ունի։ Հա։ Չէ, մի հատ մրցույթ է, էլի, բայց ոնց ասենք, մրցույթի մասին եմ երազում։ Մեծ մրցույթ է, էլի, գրանձիոզնի ինքը։ Երկարվեստի հետ առնչություն ունեցող երազանքին ինքը կհասնի, թե ոչ անի։ Մի քիչ դեմը ժամանակ կա, բայց եթե ինքը ուշադիր լսում էր նորից, ես իրեն ասեցի, որ գալու է մի հատ բա, որ ինքը հասնելու է այն ամենին, ինչին ինքը ցկտում է, որ ես օրինակ բերեցի, որ հայրը ասել է իմ աղջիկս պիտի չերկի։ Մեծերոկներում չի թողել երգը, բայց բեմում հաստատ մեծ բեմերում ուրախ կլինի վերևից։ Հա, ու իր երկարվեստը ոչ թե Հայաստանի Հանրապետությունում է զարգանալու, այլ ես իրան օդար հողի վրա եմ տեսնում։ Հարգելի գաղտնի հյուրը առաջարկում եմ միանալ մեզ, շարունակել արդեն եռաչափ ձևաչափով մեր զրույցը, այդ պարագայում կարծում եմ շատ ավելի հարմար կլինի, որ առերես հարցեր տակ։ Գնացինք։ Մենք վերադարձանք տաղավար, ինչպես արդեն դուք նախապես տեղեկացված էիք արդեն եթերից, կադրից, մեր գաղտնի սենյակում, գաղտնի հյուրը դերասանուհի երգչուհի Դիանա Տորեսն է, բարի երեկո Դիանա։ Բարի երեկո ձեզ։ Շնորհակալ եմ, որ երկարատև դադարից հետո որևէ հաղորդման չմասնակցելով եկել ես տեսնելով անտեսանելին։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, իրականում ոչ մի հաղորդում վերջին երևի 3 տարվա մեջ ընդհանրապես չեմ գնացել, մերժել եմ եւ ոչ թե այն պատճառով որ չեմ ուզեցել, համ չեմ ուզեցել, համ էլ պարզապես մի քիչ վատ առողջ եմ եղել այդ իսկ պատճառով, բայց ձեր հաղորդումը չէի կարող մերժել, որովհետեւ ես շատ էի ուզում ձեզ հետ ծանոթանալ։ Վտանգ չի սպառնում, այնպես որ այդ առողջական է թողնում ես, ես որ տեսնեմ, ասեմ։ Ցովեր եմ ունենում մեկ-մեկ։ Անցողիկ է, ամեն ինչ անցողիկ է։ Ոստվոս ջան։ Անցողիկ է, Ազիզ ջան։ Տպավորություններով եմ ուզում կիսվես, ինչպիսին էր։ Ես պարզապես շոկահարված եմ, ոնց չգիտեմ։ Я в шоке, как говорится։ Շատ Անի դուք ինչ ունեք։ Շատ լավ աղջիկ է, ինքը շատ դրական Բայց լավ ինչ են կերպ։ այդքան քննադատում։ Գիտես ոնց է, լավ մարդուն Ումենից ճիշտ քննադատում ասեց։ են, բարի մարդուն քննադատում են, կայացածին քննադատում են, այն աղջիկով գեղեցիկ արտաքին ունի քննադատում են։ Հասկանում եք, այսօր լիքը լավ կողմեր ունեցող մարդուն չեն սիրում։
բնականաբար անբարոյական հանում են, այլասերված հանում են, խապեպա հանում են, խարտախ հանում են ու այդ գիտեք ով է, այն կանայք են, այն մարդիկ են, ովքեր իրանց կողքը չունեն ռեալ տղամարդ, չունեն ռեալ այսպես կայացած վիճակ, իրանք պարապ են, հասկանում ես։ Դիանա Պայծառատեսը իր խոսքում նշում էր դավաճանությունների մասին ընկերների կողմից։ Շատ են եղել է։ Շատ։ Ում առաջ սիրտդ բացել ես ամեն ինչ վստահել ես քո կյանքում, որ ընդունել ես ընտանիքի անդամի համարժեք, քո վերջում մեջքից լավ սիրուն հարվածել են։ Ու հիմնականում 80%-ը, անգամ 90%-ը։ Ում հետ շփվել եմ։ Պետք չի հասկանում ես մինչև վերջ մարդուն նվիրվել, որովհետև ես հիմա եմ հասկացել, որ ես էլ եմ ուշ հասկացել, որ եթե մարդուն նվիրվում ես, այդ մարդուն թվում է, թե ինքը պետք է ոչ թե կողքովդ քայլի, այլ գլխիդ նստի ու ինչ ուզի անի։ Այ լրիվ իմ սրտից եք ասում, ամեն բան։ Պայծառատեսը նաև խոսում էր ինչ-որ ազդեցությունների մասին։ Կա այդպիսի բան։ Ոչ, պարզապես չար մարդկանց վատ էներգետիկան է վատ անդրադառնում ինձ վրա, այդ իսկ պատճառով մեկ-մեկ չեմ կարողանում կառավարել ինձ եւ դա նաև կապված էր իմ ծնողներին տակը գրառումների չճանաչելով հանդերձ չիմանալով դրա հետ եւ ինձ թվում է յուրաքանչյուրն էլ կպորտկա եւ ինչ որ նիտո այնց բան կարդա, հաստատ կարող է պահի տակ աֆեկտի տակ այնց մի հատ քայլ լավա որ կարող է դիմացս գտնվեին ուրիշ բաներ էլ տեղ ունենար։ Չէ, Դիանա ջան, տեսեք, դուք բավականին երիտասարդ եք ինձանից փոքր եք, ես ձեզ մի հատ խորհուրդ եմ տալիս, ես չգիտեմ կընդունեք այդ խորհուրդը, ուզում եմ այս անպայման եթերով էլ հնչացնել, որ երբ որ գիտեք ոնց մարդիկ գրում են, չարախոսում են քո մասին, քո ծնողի մասին, քո բայց անիմաստ չեն ճանաչում, էտա ծիծաղելին։ Դու պետք չի դրանից նեղես ու ներմայրանաս։ Այդ նույնպես ռեյտինգի բարձրացում է, հասկանում ես, ինչի ես պատասխանում, ով է խոսում։ Պատասխանում ավելի է դիտումները շատ անում։ Ով է խոսում, մի հատ թշվար, մի հատ ճղճի մարդ։ Թե մինչև պատասխանել 20 հոգի կամ 30 հոգի կարող է լինել, հենց պատասխանումս փոքր ես ազգս, հենց ես զարմանում եմ, էլի լավ կարելի է պրոստը լավ է լինել, երեխաներ դեմներդ կբերի, հենց ինչ-որ նիտո մի հատ բան ես ասում, գնացի 500 հոգի, 1000, հետո 2000։ Ավելի լավ, թող այդ վադը ասեն, գրեն, խոսեն, ինչքան շատ վադը ասեն, այնքան շատ PR-ը լավ է։ Դա էլի լավություն արեցին, թե մինչև այդ իջել էր մի քիչ դիտումներս, էջիս ընդհանուր ստատիստիկան մի օրում 4 միլիոն, ես տենց բան չէի տեսել։ Всё, ավելի լավ։ Ասել ինչքան չար են մարդիկ։ Ֆոսֆորողը փոսնան գնում, վատություն անողը ինձ ինչ արեց, ոչ մի բան, ինձանով ինքը PR հավաքեց իր էջով, բայց ինձ ոչ մի բան դրանից։ Ես ինչ էլ որ արել եմ, հաստատ ում ծնողին էլ կպնեին, հաստատ նույնը կանեին, ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր ինձ սիրում եւ ընդունում էին, երեխաներից չէի ուզում, որ դուք դա լսեիք, բայց ամեն դեպքում ես մեղավոր չեմ, մեղավորը չար մարդիկ են, միշտ հիշեք։ Եվ դուք էլ իմացեք, որ ոչ մեկին ուշադրություն շատ վատ է։ Հեքիաթներին մանկուց հավատացել եմ տատիկս միշտ կարդում էր ճիշտ է այդ։ Ուրեմն չեմ ուզում այսպես ասեմ, բայց կար մի հատ ժամանակ, երբ որ հայրս մահացավ, մեկը ինձ ասեց, «Բա հիմա դուք ինչ եք անելու»։ Հենց ինձ ասեց, «Ինչ ես անելու» ու շատ վատ ձևով արտահայտվեց։ Ես ոչ մի բան չասեցի Դիանա ջան այդ ժամանակ իրեն ու ասի թող Աստված դատի։ Ու ընդամենը 10 ամիս հետո տվյալ անձը մահացավ, ինչ որ ինքը ինձ էր ցանկանում, իր երեխեքը դարձան այդ, ինչ որ ինքը ինձ էր ցանկանում։ Ինչ եմ ուզում ասեմ, Աստծո դատաստանից պետք է բոլորը վախենան։ Ուրիշին քննադատելը, ուրիշին խաբելը, ուրիշի անձնական կյանք մտնելը, ուրիշի ամուսնուն, չգիտես ում քննադատելը, նախ պետք է հետ դառնան նայեն իրանք ով են, ուր է իրանց կողակիցը, ով են իրանք, ինչ կյանքով են ապրում, նոր խոսեն։ Իսկ այդպիսի անպարո չկայացած կանայք թող հայել խոսեն։ Դրանք էլ չեք պատկերացնի, մարդը չեն, բոտեր են, կյանքի բոտեր։ Պրոստը այն մարդիկ են, ովքեր ասում են դիվաննեի գրիծիկի։ Հա, մեղք մարդիկ են, ես մի բան ասեմ խղճում եմ իրոց։ Իհարկե, դրանց պետք ասեք, որ մեղք են, մեղքս դուք գոլիս եք։ Ձեզ լավ տիրություն արեք, որովհետև ինչ անում եք, մեղք եք, ես չեմ ուզում ձեզ վատ լինի։ Կայացած խելացի ընտանիքի կին, որ հանկարծ բան կրի։ Չէ։ Ես կյանքիս մեջ։ Այն կինն է խոսում, ով բաժանվել է առանց պատճառի, ալիմենտի համար քյալա է տալիս, որ մարդը ալիմենտ տա, որ երեխեքին պայի ու դուք իրոված եք ինչպես միշտ հաշվի առնես, որ նստի հաշվի ես առնում, մի հատ էլ քո այդ սիրուն բերանից վատ բարեր ես անում։ Բայց քեզ կսազի այս սիրուն աղջիկ։ Գեղեցկուց եմ լսում։
Շնորհակալություն, շնորհակալ եմ երկուսիդ քեզ ուժերի գերլարումով աշխատելու համար։ Ես զորմոցած եմ, որ զոպես թե ոնց։ Մեր նախնական զրույցում դու նշում էիր, որ չես հավատում ու կասկածներով ես եկել։ Հաղորդումը մոտենում է իր ավարտին, ինչպիսին է քո տեսակետը։ Ես ճիշտ ասած աստղագիտությանն եմ ավելի շատ տեղ տալիս եւ ինքս սիրում եմ։ Ինչ ճիշտ է, ճիշտ է, բայց կապակցված են էլի։ Ինձ թվում է ձեր աստղագիտությունն է, չէ՞, ավելի Աստղերով չի իմը բնատուշն է, հա։ Դե էքստրասենս հա մի քիչ ես ավելի ճիշտ չեմ կարող ասել, ստեղ չեմ հանդիպել, բայց ֆիլմերը դիտելով ես սիրում եմ էլի այդ ֆիլմերը գերբնական աստրալ դիտել եք, աստրալները, Զակլյատյայի բոլոր չասերը, հայերենով չեմ կարող ասել, որտեղ ռուսերեն եմ դիտել, այն Պրակլյատյա монարխինի բան շատ եմ սիրում, այդ գերբնական բաները, այդ Դիավոլսկի այնց ուրեստիկները։ Մեղավոր չես, եթե չհավատաս է, որտեղ այսօր կամիան զանգված, որ ասենք ամեն երրորդը թող ինձանից ոչ մեկ Չէ, ես հավատում եմ։ Բայդարատեսի տեղ է տնում, նայում է, խոսում է, այդ բնական է։ Ես շարլատան են իրենք։ Հա, ես բան չունեմ ասելու։ Եղել է դեպքեր, որ ես ինքս արդյունքնապես փոխված այցելել եմ ու ինձ այնպեսի սուտ են ասել, բայց նաև եղել է, երբ որ ես Հայաստանից դուրս եմ գնացել ու այնպես ճիշտ են իմ ապական գուշակել, հա, ես չեմ կարող սուտ խոսեմ։ Ես անին լինելով, երբ որ արդ երկիր եմ գնում, անպայման իմանում եմ, որ տվյալ տեղը լավ պայծառատես կա, գնում եմ, որ ինձ էլ նայեն, որտեղ չկա պայծառատեսի լավը, որ ինքը կարողանա իրեն նայի։ Եթե կա մի հատ պայծառատես, որ կասի ես ինձ նայում եմ, ուրեմն ինքը խաբում է։ Հա, բազմիցս լսել ենք այդ։ Իսկ կարելի է մի բան ձեզ հարցնել, կարելի է, ասել որ մյորթվիները երազիտ մեջ գալիս են։ Հա։ Չեմ ուզում մյորթվի բառ ասեմ, բայց դե որ երազիտ գալիս են ու ոնց որ իսկական լինեն։ Այդ ինչ է նշանակում։ Ծնողը ինքը երբ որ գալիս է, դες շատ հաճախ ասում են հայրիկիս տեսա երազիս, շատ գումար աշխատեցի, հայրիկիս տեսա վատ բան ինձ պատահեց, իրանք տարբեր ժամանակահատվածում ցանջան գալիս են մեզ ինչ որ բան զգուշացնելու։ Անընդհատ իրանք մեր կողքին են, մեր երազների մեջ են, մեզ զգուշացնելու համար։ Իսկ կաշմարներ տեսնելը վատ երազներ ու այս վերջերս հաճախ եմ տեսնում ու վեր եմ թռնում։ Ասում եմ վախենում եմ քնեմ, այդ ինչ է ինձ ուզում զգուշացնի։ Այդ ուղղակի կաշմարը, չեմ հասկանում խառը, չեմ հիշում ինչ եմ տեսնում, բայց նենց երազները որ վախենում եմ։ Ես ինքս վեր եմ թռնում ու ասում եմ չեմ ուզում։ Ասում նորից քնեմ, որ քննադատում եմ փոխվի վերջացնելու, հեսա որ եթերը վերջացնենք, ձեզ կասեմ ինչ կանեք, կանցնի։ Եղավ ասի։ Փոխում եմ։ Հա, ձեզ կասեմ ինչ արեք, կանցնի։ Դա Աստված յուրաքանչյուրի նպատակներին կատարածվեն, դա Աստված, որ յուրաքանչյուրս հասնենք մեր բոլոր բարի ցանկությունների կատարման։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք տեսնելով անտեսանելի հերթական թողարկումը, առաջարկում եմ հետևել 168 Live-ին, կհանդիպենք շատ շուտով։